Ես մի քանի հարց ունեմ, որպես հայ երիտասարդ, ինքս պահպանողական եմ, ու որպես քրիստոնյա հարցեր ունեմ ձեզ։ Հատկապես, որ ձեր ծննդավայրում ենք Տաշիրում, երեկ էլ Տաշիրի բարբառով դիմեցիք մեր հայ ժողովրդին, ես նկատում եմ, որ հայերիս համար ծննդավայրը շատ յուրահատուկ կերպով կարևորված է, հենց ծննդավայրը, հայրենիքի այդ արմատին կպած լինելը, մշեցի, վանեցի, արցախցի, տաշիրեցի, բոլորիս համար ծննդավայրի հանգամանքը կա։ Ձեզ համար ինչ կարևորություն ունի այդ ծննդավայրը, ինչ եք կարծում, ինչ է հայերիս մեջ այդքան շեշտադրված ծննդավայրի գաղափարը։ Ծննդավայրը ու ընդհանրապես նախնյաց մասին հիշողությունները հայերի համար կարևոր ինչ-որ սակրալ նշանակություն ունեն։ Նախ, քանի որ ընտանեկան ջերմությունը ամենաերջանիկ մասն է մարդու կյանքում, երկրորդը, որ այն հերոսական անցյալը, որ մեր նախնիները ունեցել են, որպեսզի մեզ որպես հայ հասցնեն այսօրը։ Հայ լինելը ամենադժվար բանն է եղել տարածաշրջանում, բայց մեր նախնիները հայ լինելու համար, իրենց հավատքի համար, այս ամբողջ դժվարությունները անցել են ու մնացել են ու պահպանել են, ու լավագույն ավանդույթներն են մեզ փոխանցել, լավագույն դրական գծերը, այն խրատները, որ իրանք մեզ տվել են, ինձ թվում է դա հիմնական հիմքն է Հայաստանում այսօր մնացած բարոյականության։ Հետաքրքիր է, որ դուք հայրենիքը հենց մարդկանց հետ եք կապում, ընտանիքի, հասարակության, բայց մեր պատմության մեջ փառավոր էջ կա։ Ես երբ մտածում էի ծննդավայրի հետ կապված, միշտ դա էր գալիս մտքից, Բուզանդն է պատմում Արշակ թագավորի մասին, որ գերության մեջ Շապուհ թագավորի բռնաճնշումների տակ վախենում էր, ճնշված էր, մի պահ նույնիսկ մտածում էր ուրանալ ու դավաճանել, մինչև այն պահ, որ քայլում է պալատի ինչ-որ հատվածում իր ծննդավայրի հողն է լցրած, կանգնում է այդ հողի վրա ու միանգամից քաջություն է գալիս, միանգամից լրիվ նոր գաղափարախոսությամբ, քաջությամբ ընդդիմանում է հակառակորդին ու խոսում է արդեն ուժի դիրքերից, ուժեղության մասին։ Հողը որպես սրբություն, որպես արժեք, ինչ նշանակություն ունի ձեզ համար, ու քանի որ ձեր ընտանիքը ինչպես ամբողջ հայ ժողովուրդը շատ աշխարհասփյուռ է եւ մենք բոլորս լավորից չէ որ սփյուռք ունենք, լավորից չէ որ ամբողջ աշխարհով ենք սփռված, բայց դա նաև շատ կարևոր հնարավորություն է։ Ու այս սփյուռքի տեսանկյունից այդ հողը նաև ինչ ուժ է ձեզ տալիս, ու այսօր մենք Տաշիրում ենք, այս հողից դուք ինչ եք զգում, ինչ եք ստանում, ու արդյոք այս հողից է գալիս այդ ուժեղ Հայաստանի տեսիլքը։ Տեսեք, մենք սկզբից խոսեցինք նախնիներից, նախնյաց հիշողությունից ու իրանց տված ժառանգությունից մեզ։ Հողը մեր նախնիներն են, արդեն հողի հետ միախառնված, հողի հետ միահյուսված, հայրենիքը հող պիտի դառնաս։ Հայրենիքը դա նախնյաց հողն է եւ այն հողն է, որտեղ քո նախնիներն են այսօր ննջում։ Մենք ժամանակի ընթացքում միախառնվում ենք մեր հայրենիքի հետ եւ տեղի բնակիչները եւ ընդհանուր տարածաշրջանը դառնում են մեկ ընդհանրություն։ Դա հայերի համար հատուկ բան է, ինձ համար ես չեմ առանձնացնում մեր ժողովրդին ու մեր իմ հայրենի եզերքը։ Երկուսն էլ միախառնված են իմ մեջ, քանի որ իրարից սերվում են։ Շատ հետաքրքիր է, որովհետև հենց Աստվածաշունչը ինչ որ առումով հենց այդպես էլ ընկալում է հայրենիքը, հենց Աստվածաշնչյան այդ նախնյաց ավետյաց երկրի տեսիլքը կա ձեր խոսքերի մեջ։ Այնուամենայնիվ այսօր մանիպուլյացիա կա տարածված ու շատ ագրեսիվ ձևով այդ մանիպուլյացիան տարածում են, երբեմն հակադրելով, երբեմն ուղղակի խառնելով այս երկու հասկացությունները հայրենիք եւ պետություն։ Ու ոնց որ միտումնավոր ուզեն մարդկանց շփոթեցնել, ինչ որ պատերազմ հրահրել հայրենիքի ու պետության միջև։ Երբ խոսեցինք հայրենիքի այդ սրբազան գաղափարի մասին, եթե մի փոքր գանք դեպի պետություն, պետականություն, ավելի ինստիտուցիոնալ, անկախ, որովհետև սրանք էլ բոլոր սրբազան արժեքներ են, նույն նահատակությամբ վաստակած, բոլորիս համար նույնքան սուրբ ու կարևոր։ Դուք ինչպես եք ձեզ համար բանաձևում հայրենիքի ու պետության երկխոսությունը, դրանք ինչ դրսևորումներ ունեն ձեր կյանքում, ոնց եք դուք վերլուծում այս կոնցեպտը հայրենիք եւ պետություն։ Տեսեք, ինձ մոտ մի քիչ մոտեցումները եւ կարծում եմ, որ Հայաստանի ապագա
արտաքին քաղաքականության մեջ էլ մոտեցումը այսպեսին է լինելու։ Մենք լինելով ազգ, որի հայրենիքը ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է չուրանանք մեր հայրենիքը մեծ եւ հարգենք մեր հանրապետությունը, աշխատենք ի հզորացում մեր հանրապետության։ Գիտեք, որ մենք Տաշիրի բնակչությունը մշեցիներ են բոլորը, մեծի մասամբ եւ Ալաշկերտից մեր հայրենիքի մի մասն է Մուշը, բայց Հայաստանի Հանրապետություն չէ։ Մենք կարծում ենք, որ երկու գաղափարները հայ ազգի համար կարելի է զուգորդել։ Հայրենիքը, դա մեր մեծ հայրենիքն է, մեր պատմական ժառանգությունն է, այստեղից մինչև միջերկրական ծով հայկական պատմական ժառանգությունն է, հազարավոր հայկական պատմական հուշարձաններն են։ Մեր նախնիների ապրած հողն է, որի հետ իրանք սերտաճել են։ Իսկ պետությունը, մեր հանրապետությունն է Հայաստանի, որը 1000 տարի հետո վերջապես հնարավորություն մեզ տվեց մեր ապագան տնօրինելու, ապահովելու մեր ժողովրդի անվտանգությունը, որպեսզի հայը վերջապես կարողանա հայի հայրենիքի ու բնակվելու ընդհանուր տարածքը չփոքրանա, պաշտպանվի հայի իրավունքը, հայը հավասար իրավունքներ ունենա։ Դու գիտեք, ինչքան դժվար է եղել հայ լինել, օրինակ Օսմանյան կայսրությունում, եւ դու երկու անգամ շատ հարկ ես վճարել, վիզա ես վճարել, ինչքան դժվար է եղել խտրական վերաբերմունքով զենք կրելու իրավունք չունեին, ձին նստելու իրավունք չունեին, ինչքան դժվար է եղել այլ երկրներում նույնպես հայ լինելը, քանի որ մենք չենք ունեցել մեր պետությունը, պետականությունը։ Եվ առաջինը, ով սկսել է մտածել երկար ընդմիջումից հետո պետականության մասին, տեղել է հայ վաճառականությունը։ Հիշում եք Մադրաս Իսրայելորի, Մադրասի խմբակ։ Այո։ Եվ հայ վաճառականությունը, երբ միջոցներ է ունեցել, հարստացել է, հասկացել է, որ իրեն պետք է, որ երկիր, հայրենիք եւ ամենակարևորը հանրապետություն։ Հայկական, այսօրվա լեզվով ասած կապիտալը, դա Հայաստանի Հանրապետության հայ վաճառականությունը, գործարարները Հայաստանի Հանրապետության ժողովրդավարականացման ամենամեծ դաշնակիցներն են։ Եվ իհարկե ես հիշում եմ, թե ինչ փայլուն կերպով նրանք համագործակցում էին նաև հայ առաքելական եկեղեցու հետ, որ դարեր շարունակ արթուն է պահել անկախություն ունենալու ձգտումը, անկախություն ունենալու համար նախադրյալներ է ստեղծել, կրթական համակարգ է ստեղծել, որ հայը իր ինքնությունը պահպանի, իզուր չէ, որ դպրոցական ծրագրում, որ գրողի կենսագրությունը կարդում ենք, սովորել է այսինչ ծխական դպրոցում, չէ՞, ծխական դպրոցի հանգամանքը հսկայական մտավորականություն է ստեղծել։ Այս համադրմամբ մենք տեսնում ենք այդ մարդկանց մեջ խոհեմություն, մենք տեսնում ենք այդ մարդկանց մեջ հավասարակշռություն, զսպվածություն, զգուշություն, ինչ որ այսօր այդ արժեքների դեֆիցիտը կա, այնպիսի տպավորություն է, որ եթե որևէ քաղաքական ուժ իրեն դրսևորում է զսպված, իրեն դրսևորում է համեստ, ու այդ համեստության մեջ ուժեղ է, եւ այդ հեզության մեջ առատաձեռն է։ Մի տեսակ էս ամեն ինչը լրիվ տարվում է դեպի թուլություն։ Եվ ուժեղ թվում է, թե համարվում է ամենաշատ աղմկողը, ամենաշատ գորգրացողը։ Ըստ ձեզ երբ այս արժեքները այսքան խեղաթյուրվեցին, երբ զսպվածությունը այսքան մեր մոտ, մեր ենթագիտակցության մեջ սկսեց թուլության հետ ասոցացվել, իսկ հակառակը անզուսպ լպիրշությունը դրսևորվեց որպես ուժեղություն։ Երբ ես դու գոռում, երբ քեզ չեն լսում, երբ հաշվի չեն առնում քո հանգիստ ձայնով ասած միտքը։ Իդեպ կենտանական աշխարհում էլ է, չէ՞ այդպես։ Սովորաբար ամենաշատ հաչացող շները իրենք երբեք վտանգ չեն ներկայացնում եւ որպես այդպեսին հաչում են նաեւ մահճակալի տակից հայտնի կարծրատիպ կա նաեւ բնության մեջ։ Տեսեք ինչ հետաքրքիր բան կա։ Դու աղմկում ես տանը, մենք տեսում ենք, որ հայրը շատ քիչ է ձայն բարձրացնում, որովհետեւ նրա խոսքը արժեքավոր է։ Իսկ եթե տան հայրը ամեն օր գոռգոռում է, ուրեմն նա կառավարումից դուրս է թողել երկիրը։ Հայ առաքելական եկեղեցին, Տոմաս ջան, մի հատ կարևոր բան, որ մեր պատմագրության մեջ չի ֆիքսվել։ Մեզ 1500-1600 տարի բերել է օտար կրոնի կայսրությունների կազմում պահել է, չի թույլ տվել խառնակցություն մեր ժողովրդի մեջ, եւ դրա արդյունքում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության բնակչության գրեթե 15%-ը արդեն հայ էին, չնայած որ բոլոր ձևերով ճնշված էին։
Հայ քաղաքական միտքը 30 տարի ընդամենը ուղղորդել հայ ժողովրդին։ 30 տարվա մեջ մենք ունեցել ենք 4 ջարդ։ Հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, ինչքան հայ եկեղեցու զգուշավոր միտքը։ Ես հիշում եմ, շատ էին քննադատում Սիմոն Երևանցի կաթողիկոսին, որ նա թույլ չէր տվել ապստամբություն բարձրացնել Հայաստանում։ Տեսեք, իմ համար մեծ գնահատանքի արժանի նա մի բանի համար։ Թույլ չտալով ապստամբություն բարձրացնել, նա խուսափել է զոհերից։ Բայց միևնույն ժամանակ նա նամակ է գրել վրաց թագավորին, նամակ է գրել իմ հիշելով անգամ ավելի հյուսիս գտնվող թագավորություններին եւ հարցրել է, ասել է, երբ կան պլաններ արշավելու այս տարածաշրջան։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նա քաղաքական լուծում է փորձել գտնել իր ժողովրդին վտանգի տակ չդնելով տարածաշրջանի խնդիրներին։ Եվ գոնե այդ փուլում գտել է առանց ապստամբության, առանց թույլ ապստամբության կարողացել է հնարավորություն է ունեցել ստեղծել հայկական անվտանգ միջավայր իր ժամանակաշրջանում։ Երկրորդ կաթողիկոսի մասին, աշտարակեցու մասին մի հատ հիշենք։ Ինքը լրիվ ռազմական գործիչ էր։ Ինքը բերեց հասցրեց Հայաստանի ազատագրման հարցը այն կետին, որին դարերով եկել է հայ եկեղեցին։ Աշտարակեցին նամակ էր գնում ցարական Ռուսաստանին եւ ասում է, որ եկեք Հայաստան, մենք զենք կտանք, մենք զորք կտանք, եկեք եւ ազատագրեք Հայաստանը։ Իհարկե, զորքի թիվը մի քիչ շատ էր գրել։ Երբ ռուսական զորքերը գալիս են Հայաստան, որ ազատագրեն Ղզլբաշների իշխանությունից, տեսնում են, որ զորքը խոստացածից քիչ է, բայց արդեն Հայաստան եկած են լինում եւ ստիպված ազատագրում են Հայաստանը եւ աշտարակեցին ինձ համար որպես արևելահայ կրոնական մտքի վառ ներկայացիչ, քաղաքական մտքի վառ ներկայացիչ, ինձ համար շատ կարևոր, շատ տպավորիչ կաթողիկոս է, որովհետև նրա ձեռքով հայերը վերջապես վերադարձան իրենց հավատը ազատ պաշտելու իրավունքին։ Եվ այս ամենի մեջ շատ կարևոր է, որ որևէ պահի դա չի արվել մեր անկախության, ինքնության հաշվին, երբեք դա չի արվել ավելորդ զիջումների հաշվին, երբեք չի խոստացել հող, մշտապես հողը, հայի բնակավայրը, հայի գյուղը, օջախը համարվել է անձեռնմխելի եւ անսակարկելի սրբություն։ Ո՞ւմ տեսեք ամենակարևոր մյուս պահը, որ պահին ցարական իշխանությունը Նիկոլայ II-ը սկսել է սահմանափակել հայկական դպրոցները, եկեղեցին դեմ է գնացել Նիկոլայ II-ին։ Այո, եւ նահատակություններով։ Նահատակություններով։ Հիշում եք, հայկական դպրոցները փակվում էին ցարական Նիկոլայ II-ի ժամանակ շատ էր նացիոնալիզմը կայսրությունում։ Եվ այդ ժամանակ եկեղեցին սկսեց դեմ գնալ ցարին, որովհետև նա սկսեց դեմ գնալ հայ գրերին, հայ կրթությանը, որպեսզի հայերին ասիմիլացնի։ Տեսեք, երկու տարբեր օրինակներ։ Երբ օգուտ էր Հայաստանի համար, աշտարակեցին աշխատեց այդ երկրի հետ, երբ օգուտ չէր Հայաստանի համար, շահը մի թեթև տրորեցին, եկեղեցին իր խոսքը ասեց, հայ ժողովրդի խոսքը ասեց, որի արդյունքում թույլ տրվեց հետագայում հայկական դպրոցների լինելը, իսկ ընդհանուր այսօրվա Հայաստանում եւ մեր մեծ հայրենիքի տարբեր հատվածներում նույն Գարդմանում էլ, Արցախում էլ, այլ վայրերում էլ եւ դա բերեց նրան, որ մտավորական լուրջ գործիչներ ծնվեցին այդ դպրոցներից։ Սա է հայկական հայ առաքելական եկեղեցու դարավոր ձևաչափը, երբ որ հայերին օգուտ է աշխատել իրար հետ, երբ հայերին վնաս է անգամ ամենամեծ կայսրության դեմ դուրս գալ։ Ու այս շատ հայտնի հարցի պատասխան է, որ հարցում են հիմա դուք արևմտամետ եք, թե ռուսամետ եք, բան, միշտ եկեղեցին կարծես թե այդ հայամետ դիրքի մեջ է եղել, եւ այդ հայամետությունը պահանջել է նաեւ ազգային ղեկավարներից, կառավարիչներից, կուսակցություններից, եւ սրա համար անշուշտ քաջություն է պետք։ Այսինքն մենք ցեք երկու արժեքներ, մի դեպքում դա հավասարակշռությունն է, լրջախոհությունը, հա, մյուս դեպքում քաջությունը։ Ու քաջությունը, եթե հավասարակշռված չլինի, կդառնա արկածախնդրություն։ Այո, ինչպես եղավ մեր մոտ 18 թվականից հետո, երբ մենք ոգևորված, մեր երկրի առաջնորդը ոգևորված,
զրոական կետից սկսեց բանակցությունները խաղաքարտ տալով հակառակորդին։ Ասելով Արցախը Հայաստանը եւ վերջ ամբողջ թեման տարածքային դիվանագիտական դաշտով, այո, եւ դիվանագիտական դաշտում էլ նա դուրս եկավ բանակցություններից։ Կարելի ասել դուրս եկավ այսպես։ Բարև ձեզ։ Դուրս եկավ այս այո։ Լավ եք։ Դուք Շատ լավ։ Դուրս եկավ բանակցություններից, այսինքն առաջադրելով այնպիսի պայմաններ, որ թույլ կտար հարևան երկրին ռազմական գործողություններ անել։ Բայց մի բան էլ ասեմ արևմտամետության։ Երբ մեր Գարեգին II կաթողիկոսը ստանձնեց, դարձավ վեհափառ, շատերը ասում էին, որ նա արևմտամետ, ամենաարևմտամետ կաթողիկոսներից է, որովհետև կրթությունը ստացել էր արևմուտքում եւ երկար տարիներ այնտեղ էր եղել։ Եվ ժամանակի ընթացքում նա ամենաշատ արևմուտք այցելություններ արած կաթողիկոսն է։ Հայաստանի ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին դա հայկական հետաքրքրությունների կենտրոնն է, պորտը կարելի ասել։ Եվ հենց եկեղեցին է միշտ ամենաշուտը հասկացել, թե որ հետաքրքրությունն է առաջնային, որ ճանապարհն է առաջնային մեզ համար։ Ես նաև հիշում եմ, թե ինչպես էր Գարեգին II հայրապետը Ստամբուլում հարցազրույց տալիս խիստ ազգայնական թուրքական լրատվամիջոցների, տասնյակ լրատվամիջոցների եւ բացեի բաց ուղիղ խոսում ցեղասպանության ճանաչման մասին, դա աներևակայալիք հաջություն էր։ Մի բան է, որ Հայաստանում դու խոսես, մյուս բանն է, որ հենց այնտեղ եւ Արշակ թագավորի օրինակներ նույնիսկ ավելիով, որովհետեւ դեռ Արշակ թագավորը թշնամու հողի վրա հետքայլ էր անում, ընկրկում էր։ Իսկ Գարեգին վեհափառը թշնամու հողի վրա քաջություն ունեցավ ասելու ցեղասպանություն, ինչն այսօր մենք նույնիսկ մեր հողի վրա, մեր անշուշտ չեմ խոսում ազգի անունից, խոսում եմ այսօրվա ոչ բարով կառավարիչները իրենց հողի վրա թվում է, թե վախենում են, միգուցե սա իրենց հողը չէ, միգուցե սա հարազատություն չկա այս հողի հետ, որ այդքան հեշտ նաև հող հանձնելուց են խոսում եւ արդեն մենք գիտենք, որ բոլորովին վերջերս օրեր առաջ մենք տեսանք արդեն քարտեզներում փոփոխությունը, մեր հայկական բնակավայրի անուն է փոխվել։ Ես շատ կուզեմ ձեր մեկնաբանությունը այս առիթով այդ փոփոխությունը, այդ հողի հանձնումը մեզ համար անձնական ցավ, ֆիզիկական ցավ ու ողբերգություն է։ Եվ ինչ եք դուք զգում որպես ապագա առաջնորդ, որպես առաջնագծում մարդ այդ առիթով։ Տեսեք, ինչ երկու օրակարգեր են կռվում այսօր Հայաստանում։ Ազգային օրակարգը, որը մեզ հասցրել է 21-րդ դար, եւ գլոբալիստական օրակարգը։ Այսօրվա գլոբալիստական օրակարգով իրենք ցանկանում են Հայաստանից հանել ազգային մտածելակերպը, իրենց ասելով ազգայնականությունը, բայց եկեք ասենք դա նաև ազգային մշակույթի հանդեպ այդ սերտ կապը, կարելի ասել անգամ ազգայնականությունը, դրական ազգայնականությունը, մոլությունը չէ։ Այո, իսկ գլոբալիստական ուժերը այսօր ուզում են ուրիշ բան անեն։ Մեր այսօրվա իշխանությունը դասական գլոբալիստական խմբակ է։ Այսպիսի իշխանություններ եղել են Պորտուգալիայում, ուսումնասիրել եմ, գրեթե նույն բաներն են արել ու նույն վերջաբանն են ունեցել։ Եկել են հասել են եկեղեցիներին եւ եկեղեցուց հետո ժողովուրդը իրենց հրաժեշտ է տվել։ Ինչ է եղել։ Նրանք չսիրելով հայկական հասարակությունը, ինչ որ ստրեսներ տանելով իրենց այն տարիքում, որ ձևավորվել են, հակադրություն ունեն մեր հասարակության հետ, անգամ մեր հասարակության ամենալավ հատկությունների հետ։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են ամենամերժությամբ, ամեն ինչը մերժելով գտնել իրենց համար կոմֆորտ դաշտ։ Բայց խնդիրը հասարակության մեջ չէ։ Խնդիրը իրենց մեջ է։ Իրենք պետք է աշխատեն իրենց վրա, որպեսզի այդ հակադրությունները, ներքին հակադրությունը իրենց մեջից դուրս գա։ Իրենք էս վստահ են, չեն հասկանում, չեն սիրում մեր հասարակության ավանդական հատվածին, չեն սիրում մեր ազգայինը, որովհետև համարում են, որ իրենց մանկության, թե պատանեկության բարդ օրերի պատճառը դա էր, բայց իրենց մանկության եւ պատանեկության բարդ օրերի պատճառը կարող են լինել ինչ-որ մարդիկ, կարող են լինել ինչ-որ իրենց բնավորության գծեր եւ ոչ թե հայ հասարակությունը։ Բոլորին հատ-հատ ուսումնասիրելով եկել եմ դրան, որ բոլորը մեծ տրավմա տարած մարդիկ են։ Մարդը իր ներքին պայքարը
արտատպում է հասարակության վրա։ Հակառակասիրությունը եկել է իրենց մանկության եւ պատանեկության բարդ օրերից։ Բայց այնուամենայնիվ այդ մի տեսակ, որ ասում ենք հոգեբանական խնդիր, տպավորություն չլինի նաև, որ տանում ենք դեպի անմեղսունակություն, որովհետև ակնհայտ է, որ նաև անմեղսունակ չեն, շատ բաներ անում են գիտակցված, հավասարակշռված, տեխնոլոգիաներ կիրառելով, որոնք իրենք չեն հորինել, բազում երկրներում դա եղել է այդ նույնը։ Այնուամենայնիվ, ինչպես եք տեսնում, արդարության վերականգնումը, որովհետև հաշտության հիմքում պիտի այդ արդարությունը լինի։ Մենք ունենք ձերբակալված սրբազան հայրեր, ընդ որում ակնհայտ շինցուգործերով, մենք ունենք Բաքվում գերիներ, մենք ունենք քաղբանտարկյալներ, քաղաքական տարբեր թևերից, ընդ որում նաև այսօր բռնաճնշումներ են ձեր թիմի նկատմամբ, եւ այդ բռնաճնշումները շատ ակնհայտ են, շատ ուղղորդված, եւ այդ անարդարության զգացողությունը, գիտեք, կոկորտս խեղդում է պարբերաբար, որ չես կարողանում այս պահին ոչինչ անել, բայց ծարավն ունես արդարության, Աստվածաշնչում ասում է, չէ, երանի նրանց, ովքեր այդ ծարավն ունեն։ Արդարության վերականգնումին ինչպես եք տեսնում մեր երկրում։ Առաջինը ես շատ եմ մտածել առաջի մի քանի ամսվա մասին։ 100 օրը կա, չէ՞, այո, պետք է խուսափենք մեր հասարակության այն հատվածին, ով դեռ հավատում է այս իշխանությանը, թույլ չտալ իրենց դեմ ագրեսիայի ալիք, որովհետև դա բերելու է հակառակ էֆեկտի, դա բերելու է պառակտման, շատ դժվար է լինելու։ Մենք շատ եմ մտածել եւ լուծումը այսպես եմ գտել, առաջի օրերի ընթացքում մենք պետք է կարողանանք երկու հարց լուծենք։ Համերաշխությունը պահպանենք, ցույց տանք մեր հասարակության, մեր եղբայրներին, այն հատվածին, ովքեր միամտաբար հավատում են այս մարդկանց ստերը բոլոր, եւ ցույց տանք, որ մենք որակական փոփոխություն ենք անում եւ իրենք տեսնելու են, թե ինչ մեծ դրական տարբերություն են տեսնելու Հայաստանում։ Իսկ այն փոքրիկ խմբակը, որը հայկական այս բոլոր մայրերի, ընտանիքների, այս ամբողջ տանջանքի հիմքն է եղել, դրան մի հատ ձևաչափ կա։ Պետք է իրավական ամենաթափանցիկ գործընթացները լինեն, որի իրավունքը որևէ ձևով միջամտելու իրավունք որևէ մեկը պետքա չունենա, որտեղ որևէ մեկը իրավունք չունի ուրիշի երեխայի արյան, ուրիշի տղայի արյան հետ կապված ինչ որ քաղաքական process-ներ անել։ Դատարաններին լիակատար ազատություն տալու պարագայում ինչ եք կարծում այդ հարցը արագ կլուծվի, եթե իրապես, ինչպես եւ օրինական է, դատարանները լիակատար ազատության մեջ անկախ սկսեն քննել այդ ամենը։ Տեսեք, մենք կարող ենք ստեղծել դատական մի process, որը լիակատար անկախ լինի։ Ընդհանուր դատական համակարգի անկախության համար մեզ պետք է 10-12 տարի, որովհետեւ ֆինանսական անկախություն պետք է ապահովի դատավորը իմանա, որ թոշակի գնալուց հետո անվտանգ է ամեն ինչ, խնդիր չունի, ինքը պաշտպանված լինի եւ նաեւ կադրային առումով այսօր դուք պատկերացնում եք այն դատավորներին, որ այսօր թելադրել են, սրբազաններին կալանավորել, վաղը ինչպես են իրենք դատելու։ Մեզ ժամանակ է պետք հասկանալ դատական համակարգը ոնց թափանցիկացնենք։ Սինգապուրի օրինակը շատ ենք ուսումնասիրել եւ տեսել ենք, որ մարդիկ հասել են 15 տարում են հասել, բայց հասել են նրան, որ դատարանները լրիվ անկախություն ձեռք բերեն, անգամ երկրի իշխանության հանդեպ։ Աշխատելու ենք այդ ուղղությամբ, բայց մի դատական process հաստատ կարողանանք թափանցիկ ապահովել, հետագայում էլ ամեն տարի որակական փոփոխություն կլինի։ Ես երբ մտածում էի մեր զրույցի մասին, երեք երեկոյան իմացա, որ առիթ ունենք զրուցելու, այն էլ էս ճգնախ եկեղեցու բակում, ձեր ծննդավայրում, լավ մտածում էի, ինչի հիման վրա կառուցեմ զրույցս։ Իհարկե Աստվածաշունչն էր դիմացս, կարդում էի ու փայլուն գիտեի, որ դուք էլ Աստվածաշունչ կարդացած, պատարագի մասնակցող անհատ եք, բայց որպես քրիստոնյա ստանձնում եք պետության համար պայքարի առաջնագծում լինելու հանգամանքը։ Այդ շատ պատասխանատու, շատ մանավանդ նման վիճակում դուք չեք ասում հավերակացս ում թագավոր եմ, այլ ասում եք, գիտեք, այս ավերակը իմ ավերակն է, իմ հարազատ ավերակն է, իմն է, ես էլ իրենն եմ, այլ ընտրանք չունեմ, այլ ճանապարհ չունեմ, այլ հայրենիք չունեմ, այլ պետություն չունեմ, սա իմ հայրենիքն է, սա իմ պետությունն է։ Ու այդ բանին, որ մտածում էի, աչքս ընկավ սեղանից դրված մեկ այլ գիրք, որը Պլատոնի պետությունն էր։ Բացեցի, թերթեցի, միանգամից դե կոնցեպտ այնտեղ ոնց է, պետությունը հիմնվում է 4 արժեքների վրա, մենք արդեն 3-ի մասին խոսեցինք։ Պլատոնը ասում էր, եթե պետությունը առողջ է, եթե պետությունը կայացած է, պետությունը դրսևորվում է 4 արժեքներով, լավ պետությունը, կայացած պետությունը։ Ինքը եւ այս արժեքները ստեղծում է, եւ տարածում է, եւ պաշտպանում է։
Ուրեմն առաջինը լրջախոհություն, զսպվածություն, հունարեն բառը տարբեր ձև է, ողջախոհություն թարգմանում են նաև, այն ինչ խոսեցինք սկզբում, հետո ասում էր քաջություն, պետությունը պիտի այդ քաջության հովանավորը լինի, մղողը լինի, ոչ թե ինձ չընտրեք պատերազմ է լինելու եւ ահաբեկչություններ հոգեբանական եւ վախ Խարի ջանգլերեն։ այո, այդ քաջությունը պիտի լինի մարդկանց մեջ եւ երրորդը արդարությունը։ Հիմա մենք խոսեցինք ըստ էության 3 արժեքների մասին, ձեր տեսիլք է, ապագա պետությունը ինչպիսին պիտի լինի։ Չորրորդը իմաստությունն է։ Ընդ որում Աստվածաշնչից էլ մենք գիտենք, որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, այսինքն բարոյականությունն, առաքինությունն է։ Եվ ինչպիսին է լինելու ըստ ձեզ մեր կրթական համակարգը, այդ կրթական համակարգի մեջ ինչ դեր է ունենալու եկեղեցին եւ հոգեվոր բարոյական կրթությունը մարդու, այսինքն մարդու ամբողջական ձևավորումը որպես քրիստոնյա բարոյական քաղաքացի եւ անհատ, որպես մարդ, հոգի, մարմին եւ միտք։ Այս կրթական բարոյական համակարգն ինչպիսի են լինելու, որ մենք նաեւ իմաստուն մարդիկ ունենանք, իմաստուն հասարակություն ունենանք եւ իմաստուն ղեկավարություն։ Կրթական համակարգը այլընտրանք է տալու բազայում, առաջի տարիներում երեխաները ուսումնասիրելու են իր հայրենաճանաչություն եւ իրենց հայրենիքի եկեղեցու պատմություն։ Եկեղեցու պատմությունը առաջին իսկ ամսվանից մենք այդ հարցը դնելու ենք, որ վերականգնվի, որովհետեւ դա մեծ փոփոխություն է բերել հայ հասարակության մեջ, երիտասարդների մեջ եւ հայրենաճանաչություն։ Ինչ է հայրենաճանաչությունը։ Մինչեւ պատմություն առարկան ուսումնասիրելը հայրենասիրության հիմքը քո հայրենիքը ճանաչելն է։ Հայրը այնպեսի ազգ չեն, որ երեկ են առաջացել կամ ինչ որ խառնուրդի հետևանքով 100 տարի առաջ ինչ որ կոմունիստ լիդերը անունը դրել։ Հայրը այնպեսի ազգ են, որ իրապես երբ որ խորանում ես, անսահման խորանալու տեղ կա մեր պատմության մեջ։ Դու քո պատմության այնպեսի հարուստ պատմության ժառանգորդ ես, ու այդ մեկ-մեկ ես զարմանում եմ, որ հասկանում եմ, որ այս ամբողջ հարուստ պատմության ժառանգորդը ես եմ։ Հա, Դուք եք, այսինքն այսքան քիչ մարդ ու այս պատմության, որ պատմական բոլոր process-ներին տեսնում ես հայերի մասնակցությունը տարածաշրջանում Հյուսիսային Միջագետքից բռնած Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Կապադովկիայից բոլոր շրջաններում մենք տեսնում ենք, թե ինչ մեծ ազդեցություն է թողել հայ ազգը, ինչ մշակութային ազդեցություն է թողել։ Հիմա գանք հայրենաճանաչությանը։ Հայրենաճանաչությունը դա քո հայրենիքի սահմանները, քո փոքր հայրենիքի անգամ սահմանները ճանաչելու, թե ինչ է արվել, որպեսզի դու հասնես այս օրվան, դա ճանաչելու ամենակարևոր առարկան է։ Երբ որ հայրենաճանաչությունը կա, հայրենաճանաչությունից է ստեղծվում հայրենասիրությունը։ Դու պետք է ճանաչես այն, ինչ սիրում ես։ Երբ որ մենք մեր հասարակությունը հասկանա, թե ինչի տեր ենք մենք, դա հեղափոխական նշանակություն կլինի հայերի համար որպես ազգ, որը այսքան դարերի ընթացքում, այսքան ճնշումների ընթացքում ամեն դեպքում պատվով հասել է այսօրը։ Սա իրականում հրաշալի գաղափարներ են, բայց սարսափելի բարդ է լինելու 21-րդ դարում իրապես համահարթեցման, այս գլոբալիզմի համատարած օրերում սերմանել մարդկանց մեջ, արմատացնել Հայաստանում, ընդ որում 8 տարի հակաքարոզից հետո։ Այդ հակաքարոզը ռոպագանդան հետք թողել է այնուամենայնիվ, ես մեկ-մեկ նայում եմ մեր մեկնաբանությունների տիրույթը, սոցիալական ցանցերի սարսափելի վիճակը։ Հիմա ենթադրում եմ մեր զրույցի տակ էլ ինչ ասես կգրեն եւ fake edge-երով եւ այդ ատելության մթնոլորտը մանավանդ համացանցում ու հակազդեցությունը սարսափելի շատ կա։ Բնականաբար ձեր հաշտության օրակարգը, որ ուզում եք թելադրել առաջին իսկ օրից, այդ հարցը քիչ-քիչ կլուծի եւ իրական կյանքում հաշտությունը կտեղափոխվի նաեւ համացանց։ Այս պայքարի մեջ, երբ դուք կարևորագույն գաղափարները սերմանելու ճանապարհին եք, հակազդեցության առաջ եք, իսկ բարին միշտ չարի տասնապատիկ հարձակման տակ է։ Հավատքը, աղոթական կյանքը, պատարակը ձեզ ինչպես է օգնում, ինչպես եք դուք աղոթում, կազմակերպում ձեր աղոթական կյանքը եւ ինչպիսին է ձեր քրիստոնյայի օրինակը ձեզ ընտրողների եւ վաղվա ձեր այսպես համայնքի համար, չէ՞ որ ղեկավարները ինչ որ առումով պետք է ազգին վերաբերվեն որպես հայր ու որպես ընտանիք դիտարկեն։ Դες հետաքրքիր բան, տեսեք ֆեյքերի պահով, ես նկատել եմ, որ իրենց մոտ են շատ վիրավորանքները, իրենց էլ են ահավոր շատ վիրավորում եւ մի այսպիսի զգացողություն կա, իրենք ֆինանսավորում են մի կառույց, որը
պետության բյուջեից սնվում է եւ վիրավորում է այդ պետության քաղաքացիներին։ Բայց ես նկատում եմ, որ իրենց էլ են վիրավորում եւ ինչ ցանել են, էլ հնձում են, որտեղ մարդկանց բերել են այդ դաշտ։ Դա վերացնելու համար մի քանի բան կա։ Նախ պետական կառույցները պետք է սեփական ժողովրդին ինֆորմացիոն տերորիզմի չենթարկեն։ Հայհոյանքը հայերին հատուկ չի եղել, մանավանդ կանանց ներկայությամբ։ Հայերեն հայհոյանք չունենք նույնիսկ, ամբողջը թուրքերեն է։ Այո, թուրքերեն ու ռուսերեն։ Հա։ Մյուս բանը ինչպես է իմ կրոնական կյանքը ազդել իմ աշխատանքի աշխարհայացքի վրա։ Ես աշխարհիկ մարդ եմ եւ միշտ այդ աշխարհիկության մեջ դու մի խնդիր ունես շատ աշխարհիկանալու, որից հետո գալիս է ցինիզմը։ Երբ որ շատ աշխարհիկ ես դառնում ես ցինիկ։ Այսինքն դու անցնում ես բոլոր նորմերը եւ վերջում ինչ-որ ժամանակ հետո մենք տեսնում ենք դեմքը կորցրած մարդ, ով ամեն ինչի պատրաստ է թեթև հաջողության համար։ Եվ մի հատ հիմք պետք է լինի, որի շուրջ դու կարողանաս կառուցես, երբ որ շենքը կառուցում են, հիմնականում կարկաս են սարքում, հետո նոր կարկասի վրա շենքն են հավատում։ Կարկասը քո պետք է լինի հենց քո կրոնական հավատամքը ու այն բարոյականությունը, որ քո եկեղեցին քեզ տալիս է։ Հայ եկեղեցին բավականին համեստ եկեղեցի է։ Հայ եկեղեցին բոլոր եկեղեցիների մեջ տարբերում է իր համեստությամբ, ժուժկալությամբ, նաև եկեղեցու մեջ մենք տեսնում ենք համեստ կահավորանք ի համեմատ այլ եկեղեցիների։ Բայց այստեղ կարևոր բան կա, որ աշխարհիկ մարդու համար դու պետք է կարողանաս բալանսը պահես ճիշտ եւ կարողանաս չկորցնես քո դեմքը միշտ ճիշտ բալանսով գնաս, ինչը կբերի քեզ քո կյանքում հաջողությունների, նաեւ քո երեխաների առաջ լավ օրինակ կարող ես լինել։ Իհարկե, այնպես չէ, որ անմեղ մարդիկ ենք, բավական բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դու կյանքիդ մերն։ Տաճան։ Իմալս տաճան։ Դու լավ եղմիս։ Լավը սախ, թարգը, լավը սախ, հա։ Նորմալ է, ծեսնով նորմալ է։ Ապրես տաճան, լավ եղեք։ Մերնի, բարև։ Ապրես տաճան։ Հա։ Անմեղ մարդիկ չենք, մեղքեր ունենք, որի համար էլ գնում ենք եկեղեցի։ Այսինքն պետք է ուղղակի աշխատանք կատարել, որ փչացնել, բայց վերացնել անհնար է։ Պետք է աշխատենք։ Առողջարան է, հոգու առողջարան։ Հա։ Իմ աղոթքն է, որ առաջիկա օրերը անցնեն առանց անօրենությունների։ Խաղաղ, իրապես խաղաղ, ոչ թե ուղղակի հուդիների վրա գրած, իրապես խաղաղ միջավայրում եւ արդար միջավայրում անցնեն ընտրությունները եւ մարդիկ մասնակցեն, իրենց կարծիքը ազատ արտահայտեն առանց ընտրակեղծիքների, առանց անօրենությունների եւ հետո էլ պարտվողները իրենց պարտությունն ընդունեն ու խաղաղ հեռանան։ Ես ուղղակի աղոթում եմ, որ այս մարդիկ խաղաղ հեռանան։ Այսքան որ գրում են խաղաղություն, գոնե այ հեռանան խաղաղությամբ։ Այդ շատ կարևոր է պարտվել իմանալը։ Իրենք պարտվել երևի սովորել են արդեն այս 8 տարում, ինչն են շատ արել, պարտվելը, անդադար պարտվում են, պիտի որ սովորած լինեն պարտվել։ Հուսանք, որ կարողանան գոնե այս անգամ էլ հերթական անգամ պարտությունը ընդունել։ Թուրքից պարտությունը հեշտ են ընդունում, այդ հուսանք հայից պարտությունն էլ կընդունեն ու առանց անօրենության խաղաղ կհեռանան, բայց իհարկե աղոթքս է, որ բոլորը մասնակցեն ազատ, իրենց կարծիքն արտահայտեն ազատ, առանց ուղղորդման, ազատության մեջ, իմաստությամբ ու աղոթքով։ Մենք եկեղեցու բակում ենք, զրույցը ամփոփենք մեր երևի ունկնդիրներին ձեր վերջին հորդորը ասեք եւ մենք մտնենք արդեն եկեղեցի աղոթելու։ Մենք Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջի կառուցած եկեղեցու բակում ենք Սուրբ Սարգսում 95 թիվն էր, որ հիմքը դրվեց եւ այսօրվա պես հիշում եմ այդ օրը եւ հիշում եմ Գարեգին առաջին վեհապարին։ Հիշում եմ, որ եկավ մեր տուն եւ իմ առաջի շփումը հոգեվորականների հետ եկան հոգեվորականները, էջմիածնի միաբանները
եւ նա կանչեց ինձ արևմտահայերեն, ասեց, «Այս ինչ պիտի տամ քեզի բալիկս»։ Մտածեցի, դե ես էլ մի քիչ ոչ նիհար հայ երեխա էի, ասեցի «Կոնֆետ», ասեց «Չէ», ու խաչը նվիրեց, շատ հետաքրքիր հիշողություններ է։ Եվ այնտեղ մենք ունենք նաև կուզեի նշել, որ մեր Տաշիրը երկու հիմքի վրա է, մեր հայ առաքելական եկեղեցու եւ հայ կաթողիկոյի եկեղեցու հիմքի վրա է, մեր կաթողիկե եկեղեցին է, ու այստեղ միաբանված, միասնականացված, անգամ տարբերությունները չնկատելով մշակութային այդ ամբողջ ժառանգությունը, թե մխիթարյան ժառանգությունը, թե հայկական առաքելական եկեղեցու ընդհանուր ժառանգությունը, մենք տեսնում ենք ամեն օր ու սա է համերաշխության, ազգային համերաշխության ցուցիչներից մեկը, որ այստեղ հայ ազգը, հայ ազգի հատվածները բոլոր իրար հետ համերաշխեն եւ կարծում եմ գալու ենք Հայաստանում դրան նույնպես։ Շնորհակալ եմ շնորհալիցի համար։